Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադիր է եղել։ Հետո որևէ ձևով չունեք կոմպրոմատ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր ես զարմանում եմ ձեր հարցերի վրա։ Անձնական դաշտի երևի, հա, գործընկերս նկատի, որտեղ իրենք մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի, հատուկ ծառայություններ, ինչ որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն ձայնագրություններ։ Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թեև ցավոք սրտի շատ շատերին դա քիչ հետաքրքրեց, բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունք է, այդպիսի դիրքորոշման արդյունք է։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Համենայնիվ ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական գերքաղաքական։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել, ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։